Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Ամլետ Ներսյանն եմ, անցյալ անգամ մեր հաղորդման ժամանակ մենք խոսեցինք հայ ժողովրդի հնագույն պատմության մասին, փորձեցի նշել եւ վերհիշել, թե մեր տարածքում ինչպիսի ժողովուրդներ են ապրել անցյալում հազարավոր տարիներ առաջ։ Իմ նպատակը այն էր, որ ձեզ ցույց տալ եւ կոնկրետ բերել ձեզ փաստեր, որոնք ապացուցված են աշխարհի լավագույն գիտնականների, երկրաբանների, հնագետների կողմից, որ ոչ մի կասկած այդտեղ չթողնենք։ Ուրեմն խոսքը գնաց նախ մեր այսօրվա Հայաստանից հարավ դեպի Վանալիչ եւ դեպի ներքև, դեպի Միջագետք, այդ կողմերում ինչ ժողովուրդներ են ապրել, ես նշեցի դրանց անունները եւ եկա հասա միտեղ, որ խոստացած է այս անգամ խոսենք մի երկրի մասին, մի ժողովրդի մասին, որոնք իրենց անվանել են հաթեր, երկիրը հայթա եւ այդ իմիջիալորձ հայթայի անունով մի տարածաշրջան կա այսօր Սիրիայում, Ուգարիթի շրջանում, որը միջևում կոչվում է հայթայա, այնպես որ այդ անունը մնացել է։ Եվ այդ ժողովուրդը ապրել է այսօրվա Թուրքիա կոչվող պետության կենտրոնական շրջաններում, որ այսօր կոչվում է Կապադովկիա կամ կենտրոնական Թուրքիա, Անկարա քաղաքը իրենց մայրաքաղաքն է այսօր, բայց այն ժամանակ այդ հաթերի երկրի մայրաքաղաքը կոչվել է Հաթուշա, որը հենց այսօրվա Անկարայից ընդամենը մի քանի կիլոմետր է դեպի արևելք։ Այնտեղ մեծ գետ կա եւ այդ գետը շրջանցում է եւ բարձրանում է դեպի ես այստեղ քարտեզի վրա քիչ հետո ձեզ ցույց կտամ, թե որտեղ Հալիս գետը գալիս շրջանցում է մեր հաթերի թագավորությունը, գնում է դեպի Սևծով։ Ուրեմն այդ այստեղ այս սև գծի վրա, որ ձեր մոտ սպիտակ է երևում, այսա Հալիս գետն է, որ պատմաբաններն ասում են, որ այս ամբողջ տարածքը հաթերի թագավորության մեջ է եղել։ Մի խոսքով, անցնենք առաջ։ Ձեզ հիշեցնեմ, որ 12000 մոտավորապես տարի առաջ մեծ աղետ է տեղի ունեցել մոլորակի վրա, երկրագույնը իր առանցքը փոխել է, ջրհեղեղներ եւ այլն, դրա հետևանքով մեծ փոփոխություններ եղել մոլորակի վրա եւ մոտավորապես 10000-ից սկսած ժողովուրդները սկսել են տեղավորվել այդ տարածքում եւ բնակավայրեր են հիմնել, ապրել են մեծ նշանակության քաղաքակրթական մեծ նշանակության տիեզերական կենտրոններ են կառուցել եւ բնականաբար այդտեղ ապրել են այդ տարածաշրջանում։ Եվ հիմա մոտավորապես 2000 թվական մեր թվագրությունից առաջ, որովհետեւ կոնկրետ թիվ չեն ասում, որտեղ դրանից ավելի շուտ նշող որևէ սեպագիր արձանագրություն կամ քարե քանդակ բան չեն կարողացել գտնել, ընդհանուր առմամբ ավելի այսպես կոնսերվատիվ ձևով ասում են մոտ 1800 մեր թվագրությունից առաջ, իբր այդ ժամանակահատվածում այս տարածաշրջանում առաջացել է մի պետություն, որը իրենք անվանեցին հաթեր։ Լավ, շատ լավ։ Թագավորների անունները կա, բայց մի փոքր հերվից կամ իրենց պատմության վերաբերյալ։ Միջազգային ընդհանրապես բոլոր պատմաբանները միշտ ունեցել են հետաքրքիր մտայնություն եւ նպատակադրվածություն խոսել միայն այն պետությունների մասին, որոնք այլևս չկան։ Շումեր, Ասորեստան, Աքադ, Փահլավական պետություն եւ այլն, բոլոր այդ պետությունները, որոնք չկան, որ հետ չեն կարող գալ եւ ոչինչ չեն կարող պահանջել։ Լինի դա տարածք, հարստություն եւ այլն։ Այս հայերը դեռ կան եւ իրենց տարածքները մնացել է օտարների իշխանության տակ եւ այս պատմաբանները որքան հնարավոր է խուսափում են հայ բառից եւ Արմենիա բառից։ Ամեն տեղ որտեղ որ հանկարծ որևէ քանդակի մեջ, որևէ սեպագրի մեջ Արմենիա բառը տեսնում են, սրանք խենթանում են, աշխատում են ուրիշ կերպ թարգմանեն։ Օրինակ Արատան թարգմանել են Ուրարտու, Արդինին թարգմանել են Մուսասիր, ասորերեն են թարգմանում դիտավորյալ։ Եվ այս վերջի մոտավորապես կարելի ասել 20-30 տարվա ընթացքում ինչքան ես կարողանում եմ հետևել այս արևմտյան գիտնականներին, թե իրենց տված ինտերվյուները, թե գտած հանածոները եւ այլն, կամաց անկախ իրենցից այս հայերի հետ կապված երկրները սպրդում են մեջտեղ, այսինքն հողի ցեխի տակից դուրս են գալիս, կամաց։ Եվ էլ չեն կարողանում դրա դեմ նառնել։ Հետո կամաց սկսեցին նշել, որ այո, եղել է Սուբարտու անունով երկիր, այո, եղել է Հուրի Միտանի, բայց չեն ասում, այս Հուրին ով է, Միտանին ով է։
Հուրիները ամեն մի դպրոցական երեխա պետք է որ հասկանա, հուրիները հայ ժողովրդի մի մասն են եղել։ Հուրի բառը ուրիշ որևէ ժողովրդի լեզվում չկա, միայն Հայաստանում կա եւ հայերենի մեջ կա հուրի բառը։ Գնում ենք հաթերի երկիր։ Չկարողացան ասել հայեն կամ ինչ, ասեցին խեթ են։ Ինչու խեթ, որտեղ ռուսերենում հետառը չկա, ուրեմն խ պետք է ասենք, դարձեցին խեթ։ Ամենը ինչու խեթ, եթե դրանք հաթ են եւ իրենց երկիրը կոչել են հայթայ, հայերի երկիր։ Այսպես կամաց արևմտյան գիտնականները կարողացան ոմանք որ զոհ չգնացին այդ կեղծարարների, զեղծարարների ծրագրին, անկախ իրենցից սկսեցին թույլ տալ, որ իրականությունը բացվի եւ դուրս գա ջրի երես։ Ինչ եղավ։ 1834 թվականին ֆրանսիացի հնագետ Չարլզ Ֆելիքս Մըրի Թեքսիերը մի թուրքի ուղղակցությամբ առաջին անգամ տեսավ հնագույն ավերակներ, բայց չհասկացավ, թե դրանք ինչ են։ 1880 թվականին Լոնդոնում հնագետ Սեյսը պաշտոնապես հայտարարեց, որ դա մի հնագույն ժողովրդի պատկանող քաղաք է, որն էլ անվանեց հիթիթներ։ Ինչու հիթիթ։ Հաթ բառը աղավաղեց, դարձրեց Հիթայթ։ Հիթիթ, այդպես բան չի եղել պատմության մեջ, իրենց Հիթայթ չեն գրել, հաթեր են գրել։ Ուրեմն այս Հիթայթն էլ դարձավ անգլերեն աղավաղված ձևը։ Եվ այս Սեյսը պնդում էր, որ այդ այսօրվա թուրքական Բյողաց Քյոյ գյուղի մոտ գտնվող ավերակները պատկանում են մի շատ հին եւ զարգացած մի ազգի։ Քաղաքի անունն էլ հետագայում կարդացվեց սեպագրերի մեջ որպես Հատուշա։ Հետագայում այդ հնավայրը այցելեցին ուրիշ արշավախմբեր, որոնցից ամենալուրջը եղավ 1907 թվականին գերմանացի դոկտոր Վինկլերինը, որը խորապես ուսումնասիրեց Հատուշայի ավերակները։ Հիմա մի փոքր խոսենք այս դոկտոր Վինկլերի մասին։ 1880 թվականներից երիտասարդ Հյուգո Վինկլերը Բերլինի համալսարանում զբաղված էր հնագույն ասորական եւ շումերական սեպագիր արձանագրությունների վերծամամբ։ 1903 թվականին նա ճամփորդեց Լիբանան, դեռևս անհայտ Արզավան երկրի եւ լեզվի վերաբերյալ սեպագիր գտնելու ցանկությամբ, այս Արզավանը վերջ անկյունում էր գտնում, ձեզ ցույց տվեցի։ Ոչինչ չգտնելով նա վերադարձավ Բերլին։ Շուտով Կոստանդնոպոլսի թանգարանի աշխատակից Մերսիդի Բեյը, որ Վինկլերին ընկերակցել էր Բեյրութում, նրան թարգմանել էր նրա համար գերմաներենից, չգիտեմ, թուրքերեն, մի սալիկ էր գտել եւ փոստով ուղարկել էր Բերլին Վինկլերին, ենթադրելով, որ դա իբր արզավան լեզվով է գրված։ Բայց խնդիրն այն էր, որ այդ սալիկը գտնվել էր կենտրոնական Կապադոկիայի այսօրվա Անկարա քաղաքի մոտ, այդ Բողոսքոյ գյուղի մոտ, եւ դոկտոր Վինկլերը զգաց, որ սա այստեղ մի բան այն չի եւ հովանավորներ գտավ, փող հավաքեց եւ ինքը բավական սեղ հնարավորությունների դեր մարդ էր, գիտնական մարդ էր Բերլինի համալսարանի դասախոս եւ նա հովանավորներ գտավ ու գնաց հետ դեպի Անգորայի կողմը Բողոսքոյ եւ սկսեց պեղումներ։ 1907 թվականի պեղումների արդյունքում նա գտավ այս հաթերի մայրաքաղաք Հատուշան։ Հաջորդ տասնամյակների ընթացքում հնագետները գտան այդ հայտնաբերեցին ավերակների տակից այդ մի հզոր պետության ժառանգությունը, գտան գրավոր համակարգ եւ այդ գտան գրադարանը, որտեղ պահվում էին հսկայական թվով սեպագիր արձանագրություններ, պատկերացրեք նրանք ունեցել էին բանակ, ունեցել էին օրենսգիրք, գրված, քանդակված քարերի վրա եւ իրենց պետությունը հասնում էր մինչեւ Միտանի, մինչեւ Եփրատ գետ։ Այդ ժողովուրդը ինքերան անվանում էր, նշեցի, հաթեր, իսկ երկիրը հաթերի երկիր կամ հայտա։ Հիմա մենք ձեզ ցույց կտանք մի քանի նկարներ, որոնք նկարված են հենց այդ հաթերի երկրից։ Դուք պատկերացրեք, թե ինչ են կառուցել այդ մարդիկ 2000 թիվ, 1800 թիվ մեր թվականությունից առաջ։ Խնդրեմ։ Ջորտը։ Սա այդ Հատուշա մայրաքաղաքի մուտքն է, երկու կողմում ժայռերի քարերի վրա մարդիկ քանդակել են առյուծներ։ Եվ առյուծները հետագայում սովորություն է դարձել եւ բոլոր հզոր պետությունները իրենց տաճարների կամ պալատների առաջ առյուծ են քանդակել եւ Հայաստանում եւ Պարսկաստանում նույնն է այստեղ է։ Երկու-երեք տարբեր տեսակետ կա, մեկը ոմանք կապում են այն Լեոյի համաստեղության հետ, ուրիշները իշխանության հետ,
Սա ավելի ուշ շրջանի քանդակ է, որ քիչ ասորական բանի հետքեր ունի իր վրա։ Սա խեթական բանակի քանդակ է, թե զինվորները խեթական ասեցի, հաթերի թագավորության ուրեմն զինվորները ինչպիսի գլխարկներ են կրել եւ դրա համար բոլորը միաբերած սրանց անվանում են խեթական գլխարկ կամ հաթերի գլխարկ կամ հայկական։ Սա իրենց բան աստվածամայրն է, որ արձանիկը գտել են Հաթուշայում եւ իր ձեռքերի մեջ արխիվում տեսնում եք դա Ադամն է, որին ինքը արարել է։ Իրենք այդպես են պատկերացրել։ Սա Լուվրի թանգարանում է, ուրիշ մի արձանիկ նույն աստվածության վերաբերյալ։ Սա կրծքից կախելու համար հետևը օղակ ունի, տեսնում եք, փոքր օղակ։ Փոքրիկ բրոնզաձույլ արձանիկ է, նույն աստվածոհին է, նույն Ադամը։ Սա մի տղամարդ է, որը ինչ ասեմ, չգիտեմ, խաչակնքվում է, թե աղոթում է, թե աղոթում է, ինչ մի բան անում է։ Դա նույնպես պաշտամունքային մի փոքրիկ արձանիկ է, առջևն էլ, ոտքի առջևն էլ տեսնում եք մոմակալը։ Կամ խունգ են վառել, կամ ում, չգիտեմ։ Նորից Լուվրում է այս արձանիկը։ Երկու նկարել կա, որը ես ձեզ հետո մի քիչ հետո ցույց կտամ, որ մեզ դոկտոր Վինկլերի պեղումներից հետո 1910 թվականին հուրիական հնագույն Կարքեմիշ գյուղաքաղաքի մոտ իր պեղումներն սկսեց Ջան Քարստագը, իսկ 11 թվականին այդ պեղումներին մասնակցում էր նաև հայտնի անգլիական հետախույզ Լորենս Արաբացին։ Հիմա դուք ինձ հարց տվեք, Լորենս Արաբացին, այդ Լոնդոնը թողած, ինչ գործ ուներ 1911 թվականին մասնակցում էր հնագույն Կարքեմիշ քաղաքի պեղումների մեջ։ Այսինքն դրանց հետաքրությունները ամենտեղ են։ Այս դուք գիտեք Լորենս Արաբացինով է եղել հռչակավոր մի հետախույզ, որը հետագայում մատիտով թղթի վրա նկարեց արաբական երկրների քարտեզները։ 1907 թվականին դոկտոր Վիկտորի կողմից իրականացված պեղումների արդյունքում Հաթուշայում բացվեց, հայտնաբերվեց Հաթուշայի գրադարանը, որտեղ եղել է 25,000-ից ավելի սեպագիր արձանագրություն, սալիկներ։ Գիտնականները զարմանքով նկատել են, որ այդ հաթերի երկրում եղել է հավատքի բացարձակ ազատություն։ Թագավորը երբևէ չի խառնվել կրոնական աղանդների գործունեությանը։ Առավել ևս նա մասնակցել է բոլոր կրոնական տոներին։ Հիմա ես ձեզ մի հատ նկար ցույց կտամ, քանդակ է, որտեղ թագավորը եւ իր թագուհին երկրպագում են, թագավորը եւ իր հետև կանգնած թագուհին երկրպագում են ցուլին։ Հիմա ինչու ցուլին, որովհետեւ այդ ժամանակ աստղագիտության զբաղողները գիտեն, որ ցուլի արևը ցուլի համաստեղությունում ծագել է մեր թվագրությունից առաջ 4300-ից մինչև 2150 թվականները, ուրեմն այն ժամանակ, երբ որ այս քանդակը արվել է եւ թագավորը երկրպագել է ցուլին, այդ ժամանակ արևը դուրս է եկել ցուլի համաստեղությունից։ Մի մոռացեք, որ 2150-ից հետո արևը ծագել է արդեն Խոյի համաստեղությունից, 2150-ից մինչև Հիսուսի ծնունդը։ Եվ այն ժամանակ այդ զրոյական թվականներին արդեն սկսվել է, գիտեք, ձուկի համաստեղության շրջանը, Փայսիսի շրջանը, որը պետք է գնա մինչև 2150 թվական։ Ուրեմն այս տիեզերական գիտելիքները եւ արևի պտույտի շրջանները, դարաշրջան, ամեն ինչ այդ մարդիկ հրաշալի իմացել են։ Եվ դրա համար նրանք երկրպագում էին ցուլին այդ ժամանակ։ Հետագայում դուք հայկական եկեղեցիներում տեսած կլինեք, թե ինչպես է արծիվը Խոյին գողանում, սպանում։ Դա այն ժամանակ էր, երբ որ արդեն արևը դուրս եկավ Խոյի համաստեղությունից եւ մտավ ձուկի համաստեղություն։ Արդեն Խոյը կորցրեց իր պաշտամունքային նշանակությունը։ Վերադառնանք Հաթուշա։ Մոտավորապես 1650 թվականի շրջանում մեր թվականությունից առաջ հաթերի թագավոր Հաթուսիլիս առաջինը մեծացրեց եւ ամրացրեց Հաթուշա քաղաքը, կառուցեց Պարիսպ 3 կիլոմետր երկարությամբ, մի քանի մետր լայնությամբ եւ մեծագույն նվաճումներ կատարեց երկրից դեպի արևմուտք, դեպի Միջերկական ծով, դեպի հարավ, որ այսօրվա Կիլիկիան է, եւ դեպի Հայասայի կողմը եւ դեպի Ուրիմիտանի։ Իմիջիալից հաթերի երկրի թագավորները գրավեցին
մի տանի տարածքը, թույլատրեցին մի տանին, որի արդյունքում հետագայում ասորիները գրավեցին մի տանի տարածքը։ Ուրեմն թագավորը ստեղծել էր օրենքների համակարգ, որտեղ կար մոտավորապես ըստ գիտնականների մոտ 200 գրված օրենք կար, թե ինչպես պետք է իր մարդիկ այդտեղ ապրեն։ Մի երկու օրինակ բերեմ այդ 200 օրենքներից, ուրեմն տուն այրողը պարտավոր էր այն վերակառուցել, մարդասպանը պարտավոր էր փոխհատուցում տալ զոհի ընտանիքին, ծերացած ծնողը կարող էր իր զավակին զրկել ժառանգությունից, եթե այդ զավակը իր ծերացած ծնողին չէր խնամում։ Հետաքրքիր է, չէ՞, արդարության իմաստով։ Մահվան կարող էր դատապարտվել այն անձը, ով դավաճանել էր իր երկրին կամ մարդասպանություն էր կատարել, կամ որևէ գազանային գործ էր կատարել։ Հաթերի երկրի բնակիչները ինչով էին զբաղված։ Նրանք որմնադիրներ էին, բժիշկներ էին, գրագիրներ էին, առևտրականներ, հոգևորականներ, արհեստավորներ, նաև սեպագրեր գրող գրագիրներ։ Մեր թվականից առաջ 1400-ականների շրջանում Հատուշան արդեն ուներ, այսինքն մայրաքաղաքը, ուներ 400 հեկտարից ավելի տարածք, 400 հեկտարից ավել, պատկերացրեք, ինչքան մարդ ապրել։ Քաղաքում հայտնաբերել են հնագետներ, հայտնաբերել են 31-ից ավելի հոգևոր նշանակության կառույցներ։ Դե հիմա չգիտեմ ինչպես կարելի անվանել դրանց, բայց հոգևոր հոգսերը ծառայելու համար կառուցված տաճարներ, կառույցներ։ Այնտեղ շատ են գտնվել ամենտեսակ արձաններ, եւ սֆինքսներ, եւ առույցներ, եւ այլ տարբեր տեսակ քանդակներ։ Ուրեմն մենք մի քանի րոպե ժամանակ ունենք, խոսեմ բարեկամներ մի հետաքրքիր բանի մասին, որ մեր թվականից առաջ մոտավորապես 18-ից 16-րդ դարերում մի երևույթ է տեղի ունեցել Հաթերի երկրի հուրիների եւ Եգիպտոսի միջև այդ տարածաշրջանում, որը այսօրվա հյուսիսային Սիրիային է համապատասխանում, որը մեծ հետք է թողել ժողովուրդների պատմության մեջ։ Ուրեմն ըստ այդ եգիպտացի պատմաբան Մանեթոնի, նա գրում է, որ Եգիպտոսից հյուսիս հուրիների երկրից դեպի իրենց երկիրն են արշավել զինված, ինչպես ասեմ, օտար երկրյա զինվորներ, զինված մարդիկ, զինվորներ, բանակ, որոնք եկել են եւ ճանապարհին, չհասած Եգիպտոս, ճանապարհի մեջտեղը, որ այսօր Սիրիայի եւ Լիբանանի միջև է ընկնում, այն տարածքը, որ այսօր Երուսաղեմն է, այդ Երուսաղեմի տեղում իրենք որպես միջանկյալ բնակավայր կառուցել են մի բնակավայր, հետո մեզ հայտնի է դարձել դա որպես Երուսաղեմ։ Հետաքրքիր ինչ է, որ դրա փաստերը կա։ Նրանք այդտեղ Եգիպտոս, հասան Եգիպտոս, այս մարդիկ, որոնց հետագայում հույները կոչեցին, հունարենով կոչեցին հիքսոսներ։ Հռչակավոր լեզվաբան Գրնին անգլիացի Գրնին ասում է, որ հիքսոս նշանակում է հայկյաններ, այդ SOS-ը հունարեն վերջացանց է, նշանակում է հայկի զինվորներ, հայկյաններ, որոնք վերևից են իջել։ Ուրեմն Հաթերի երկրից իջել են, Երուսաղեմի տեղում քաղաք են կառուցել որպես միջանկյան բնակավայր, հետո իջել են Եգիպտոս, գրավել են Եգիպտոսը եւ 1750 թվականից սկսած մեր թվականից առաջ մինչև 1560 մնացել են Եգիպտոսում։ Հետո բերել են իրենց հետ այդ երկանիվների նորույթը, որ երկանիվներով ձիերով կարելի է պատերազմ մղել, բերել են երկաթի սուրեր, վահաններ եւ սկսել է այսպես կոչված երկաթի դարը իրենց ասելով եւ նրանք կարողացել են այդ նոր տեխնիկան բերել Եգիպտոս։ Փոխպատե վահաններ, երկանի մարտակառքեր, ամրոցաշինություն եւ այս հիքսոսները Եգիպտոսում իրենց համար մի հատ մայրաքաղաք են կառուցել Ավարնա անունով, Ավարիս անունով, որը հետագայում հավիտվել է։ Եգիպտացիները նրանց անվանել են Հոքու Խասա, Հեկու Խասա, դա եգիպտական լեզվով, այսինքն օտար երկրա տիրակալներ։
մեր թվագրությունից առաջ 1560 թվականին եգիպտացիները հաղթում են հիկսոսներին, սրանք էլ նահանջում են դեպի Երուսաղեմ, իրենց հիմնած քաղաքը, այնտեղ չմնում եւ հեռանում են դեպի հուրիների երկիրը, որ ավելի մոտ էր, եւ դրանց հետ լեզու չեն գտնում ու ավելի հեռանում են դեպի հաթերի երկիրը, որտեղից որ նրանք եկել էին։ Ուրեմն այդ ժամանակ 1258 թվականին մեր թվակությունից առաջ հաթերի երկրի թագավոր Հաթուշիլի III-ը Եգիպտոսի Ռամզես II-ի հետ կնքած պայմանագիրը գրել է հուրիական սեպագրերով։ Հիմա այստեղ հետաքրքիր բան կա, ես չեմ ուզում խորանալ լեզուների մեջ այս րոպեին, որովհետև մեր հաջորդ հաղորդման ժամանակ մենք կխոսենք լեզուների մասին, թե ինչ լեզվով են խոսել հաթեր երկրի ժողովուրդը, հուրիները, Սուբարտույում կամ Հայասայում, ինչ լեզվով են խոսել, բնական հարց է ծագում, չէ, որը այս բոլոր երկրներին կկապի իրար հետ։ Բայց կարևորն այն է, որ այդ պայմանագիրը Հաթուշիլի եւ Ռամզեսի միջև գրված է հուրիական սեպագրերով։ Դրա մի օրինակը գտնվել է Հաթուշայում, իրենց գրադարանում, որը գտան, մի օրինակն էլ քանդակված է Եգիպտոսում մի տաճարի պատի վրա։ Հետաքրքիրն ինչ է այդ Երուսաղեմի մասին, որ մեր թվագրության, այսինքն վերջերս 1187 թվականին մի մահմեդական առաջնորդ զինվորական Սալահ էդ-Դին անունով, որը շատ հայտնի մեկն է եղել, որ կռվել է խաչակիրների դեմ եւ խաչակիրներին ուղղակի հաղթել է եւ վռնդել է մերձավոր արևելքից, նա 1187-ին այդ Սալահ-էդ-Դինը գրավեց Երուսաղեմ քաղաքը խաչակիրներից եւ այնտեղ թողեց 500 հայ քահանաների, որոնք քրիստոնյա էին, եւ 5000 ազատ քաղաքացիների, որ այնտեղ ապրեն եւ նրանց տվել էր մի հրովարտակ, պաշտոնական հրաման, որի վրա գրված է եւ նշված, որ այդ քաղաքը պատկանում է հայերին։ Հետաքրքիր է, չէ՞։ Հիմա ես ձեզ այդ նկարը ցույց կտամ եւ դուք այդ հրովարտակը կտեսնեք, որ դուք ձեր աչքով տեսնեք։ Սա մեզ ներկայացրեց տարիներ առաջ մեր շատ հարգարժան պատմության ուսումնասիրությունների հրաշալի գիտակ Արմեն Խանջյանը, որ նույնպես արդեն մահացել է։ Սիրելի բարեկամներ, հիմա մենք այստեղ ուզում եմ այստեղ դադար առնել այդ շրջանից, հաջորդ անգամ մի փոքր կշարունակեմ այս հաթերի երկրի պատմությունը, թե դրանք ուր հասան, եւ կփորձեմ ձեզ ներկայացնել նրանց մշակութային կապերը այդ երկրների միջև եւ կփորձենք խոսել գրային համակարգերի մասին, որովհետեւ տարիներ առաջ մեր, ինչպես նշեցի, շատ սիրելի հարգարժան տաղանդավոր պատմաբան, վաղամերիկ պատմաբան Արտակ Մովսիսյանը նախամաշտության Հայաստանի գրային համակարգերը վերնագրով գիրք էր հրատարակել Հայաստանում, որը խոսում է հիմնականում այդ գրային համակարգերի մասին, որ տեղի եղել են, գոյություն են ունեցել այդ շրջանում, այդ ամբողջ արևմտյան Հայաստան կոչված, արևելյան արևմտյան Հայաստան կոչված այդ հսկայական տարածքում։ Շուտով այդ գիրքը վերահրատարակվելու է Երևանում, հավանաբար նրանք, ովքեր հետաքրքրված կլինեն, կարող են ձեռք բերել եւ ծանոթանալ։ Հիմա իմ նորից հիշեցնեմ բարեկամներ, իմ նպատակը մեկն է, փորձել ավազի, փոշու, կեղտի տակից հանել մեր ժողովրդի պատմության լավագույն մասերը, իրենց բոլոր լավ եւ վատ կողմերով, բոլոր թերություններով եւ հաջողություններով ներկայացնել ձեզ, որովհետեւ մեր չասեմ թշնամի, բայց ընդհանուր առմամբ թշնամաբար տրամադրված մեր դեմ թշնամաբար տրամադրված պատմաբանները, որոնք օտարազգի են, հիմնականում ռուս, թուրք, եւ այլ, դրանք միշտ աշխատում են կեղծել մեր պատմությունը։ Դե մենք փորձենք հնարավորինս այդ կեղծիքների տակից հանել այն, ինչ որ իրականում եղել է։ Գոնե այն, ինչ որ մեզ հասանելի է։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, մենք հաջորդ անգամ կշարունակենք այս թեման եւ խոսենք գրային համակարգերի մասին։ Առայժմ շնորհակալություն, տեսություն։